Սարմատն աշխարհի ամենահզոր հրթիռային համակարգն է։ Դրա ընդհանուր հզորությունը 4 անգամ ավելի մեծ է, քան արևմտյան ցանկացած համարժեքի հզորությունը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ այս տարվա վերջին Սարմատը կանցնի մարտական հերթապահության։ Իսրայելը երկաթե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգեր և սպասարկող անձնակազմ է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի հետ հնարավոր պատերազմի պայմաններում երկրի պաշտպանությունն ուժեղացնելու համար, հայտարարել է Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Մայք Հաքաբին։ Չինաստանն ուժեղ է, բայց մենք ավելի ուժեղ ենք, մենք ռազմական առումով ավելի ուժեղ ենք, քան ցանկացած այլ երկիր, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստան մեկնելուց առաջ։ Դուք դա տեսաք Վենեսուելայի օրինակով, այլ երկրների մեծ մասի համար դա դժվար խնդիր կլիներ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ ԱՄՆ-Իրան բանակցություններն ունեն ինչպես բարդ, այնպես էլ դրական կողմեր։ Երկու կողմն էլ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի և Հորմուզի նեղուցը բացվի։ Դոհայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը։ Հուսով ենք դրանք արդյունքի կհասնեն։ Մենք նույնիսկ չենք էլ ուզում այլ կերպ մտածել, նշել է նա։ Եվրամիությունն Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավաքական որոշում է կայացրել։ Կարծում եմ, մոտ ապագայում համաշխարհային հասարակական կարծիքն ավելի խիստ կարձագանքի Իսրայելի էքսպանսիոնիստական քաղաքականությանը, նշել է Ֆիդանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկման առարկա է դարձել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Չինաստան է մեկնել այն նույն մարզահագուստով, որը կրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից առևանգման պահին։ Նախագահական ինքնաթիռում Ռուբիոյի լուսանկարը հրապարակել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը։ Հրաժարականի մասին նախարարների կոչերին ի պատասխան Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ կշարունակի կառավարել երկիրը։ Սթարմերի վրա ճնշում է գործադրվում օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունից հետո։ Այս հայտարարությունից հետո բրիտանացի 3 նախարար հրաժարական է տվել։ Նշվում է, որ սպասվում են այլ նախարարների հրաժարականներ ևս։ Եվ վերջում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ հանտավիրուսից տուժած Բոսանավի վերջին ուղևորների տարհանումից հետո վիրուսի ավելի լայնածավալ բռնկման որևէ նշան չկա։ Կազմակերպության ղեկավարը նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է փոխվել և դեռևս կարող են լինել վիրուսի հաստատման նոր դեպքեր։ Հոնդիուս Բոսանավը երկուշաբթի լքել է Իսպանիայի Թեներիֆե կղզին։ Այն ուղևորվել է դեպի հոլանդական Ռոտերդամի նավահանգիստ։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։